Ողջույն։ Օրերս Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը։ Դրանում կան մեր գնահատմամբ վտանգավոր բաներ, որոնք պատշաճ ուշադրության չարժանացան։ Եվրամիության բարձր պաշտոնյա Մարտակոսը մամուլի ասուլիսում ասաց. Տաշկենտում ստորագրվել է փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ նախագծի մասին։ Դրանով Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ է միացվում եւ ասում է, արդեն աշխատում են Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա։ Ու դա ասում է նրա համար է, որպեսզի Հայաստանը ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Հեծը երբ խլում էին, առաջին մտավախությունն այն էր, որ սրանք ուզում են այն հանձնել թուրքերին։ Ինչպես որ կարելի է հասկանալ, այդ կանխատեսումները հեռու չեն իրականությունից։ Սամվել Կարապետյանը ըստ իշխանության այնքան վտանգ էր ներկայացնում, որ նրան հանում են թուրքական կազմակերպություն բերեն։ Ով է շահառում այս ամենի։ Եթե հայ ժողովուրդն է շահառում, ապա հոսանքի գինը էժանանալու է։ Ոչ, դրանից չեն խոսում։ Հոսանքի անջատումները դադարելու են, դրանից էլ չեն խոսում։ Այսինքն, ինչ օգուտ որ պետք է ստանար ժողովուրդը, չի ստանում։ Մյուս մասը ազդեցություն բան քաղաքական խաղեր են, որոնք կապ չունեն քաղաքացու հետ։ Հայաստանը գցում են վարկի տակ, որ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլանա ու կախվածության մեջ ընկնի թուրքերից։ Դա ինչով է մեր շահերից բխում։ Ընդ որում շեշտում են կախվածությունը թուլացնել արտաքին դերակատարներից, այսինքն, որ Թուրքիայից կախված լինի արտաքին դերակատար չէ, միայն Ռուսաստանն է արտաքին դերակատար ըստ Եվրամիության։ Որ Եվրամիությունը նույն այնքան ազդեցություն ունի, որ ոնց ուզում թեքում է Հայաստանի իշխանություններին, դա էլ կախվածություն չէ։ Իդեպ, ոչ էլ ազդեցություն։ Ասեմ, որ Ռուսաստանի ազդեցությունը գնի վրա բացասական իմաստով կապ չունի, ոչ հոսանքի, ոչ գազի։ Շատ էժան գազ ենք ստանում, այ Եվրոպայում թանկ է, Ուկրաինայում թանկ է, Հայաստանում թանկ չէ։ Մեկ այլ այսպես ասած աջակցություն էլ նախատեսված է խորհրդարանական ընտրությունից առաջ Հայաստանին 12 միլիոն եվրո են տալիս հնարավոր հիբրիդային սպառնալիքների, ապատեկատվության տարածման, կիբերհարձակումներին դիմակայելու համար։ Ասում են գումարը կտան քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին, բայց նաև իշխանությանը, առանց որի ըստ իրենց պայքարը չի ստացվի։ Ու մի քիչ ավելի մանրամասնում են, որ այդ գումարը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքարի համար է։ Այդ հիբրիդային պատերազմը այդ ինչ է, այդ ով է վարում։ Արդեն անդրադարձել եմ, որ երբ նայում ենք ՔՊ-ի գործունեությանը վերջին 8 տարում, հենց հիբրիդային պատերազմի հայ ժողովրդի դեմ։ Այս իշխանությունը մեր ազգային արժեքները ոտնահարում է, մեր երկրորդ հայկական պետությունը հանձնել է թշնամուն, Հայաստանից տարածքներ է հանձնել, թշնամու պահանջները բավարարում է, դա հիբրիդային պատերազմ չէ։ Ենթադրում են, որ Եվրոպան կարող էր Հայաստանին փող տալ Ռուսաստանի դեմ գործելու համար։ Ռուսաստանն է իրենց հակառակորդը, որի դեմ ուղղում են այն պետությանը, որը ունի թույլ իր երկրի շահերից չհասկացող իշխանություն։ Կլինի Մոլդովա, Ուկրաինա, թե այլ երկիր, այս դեպքում Հայաստան։ Այդ 12 միլիոնի շահառուն Հայաստանի քաղաքացին չէ։ Ժողովրդին չեն բաժանելու, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի, դրանից օգուտ չունեն։ Դրա համար էլ Հայաստան մտած գումարը Հայաստանի քաղաքացու լավ ապրելուն չեն ուղղում։ Ոստիկանությանն էլ են գումար տվել, որ իբր բարեփոխվի, հանուն քաղաքացու, բարեփոխվել է։ Հայ ազգային արժեքը եկեղեցին, հարյուրավոր ոստիկաններով շրջափակում են, որ ՔՊ-ն հնարավորություն ունենա կուսակցական պատարակ անելու։ Դրա շահառունով է ժողովուրդը։ Սաղ օրը սպանություն գողություն է, բացահայտումները քչացել են, բայց պարեկները բարձր վարձատրվում են ու հսկում միայն ՔՊ-ի անվտանգությունը։ Եվ ուրեմն փող են տալիս ՔՊ իշխանությունը պահելու համար, կլինի ուժային կառույցներով, կլինի սոցցանցերում ատելություն տարածելով։ Այս անգամ էլ խոշոր գումար են տալիս Ռուսաստանի դեմ ատելության դոզա սրսկելու համար։ Առաջին անգամը չէ։ Ռուսաստանի դեմ պայքարի քարոզչական էլեմենտը լավ աշխատել է վերջին տարիներին, բայց անկեղծ ասած, ես չեմ հանդիպել քաղաքացիների եւ ոչ մի հարցման ժամանակ, որ հիմա ասեն, պատրաստ են դառնալ թշնամի Ռուսաստանին։ Ժողովուրդն ասում է, այո, սխալներ ունի, հարցեր ունենք, բայց մեր անվտանգությունը, տնտեսական աճը իրենց հետ է կապված։ Ժողովուրդն ասում է, չեմ ուզում Ռուսաստանի պես պետության հետ լինեմ թշնամի, ոնց որ Ուկրաինան է, չեմ ուզում։ Եվրոպան ուզում է, թող թշնամանա։
բայց ինձ թող չխառնի դրան։ Դա է ասում ժողովուրդը։ Ինձ հարցրել ես, ես ուզում եմ թշնամություն անել երկրագնդի 1/6 ցամաքը տիրապետող ատոմային պետության հետ։ Հետո ինչ որ դրա համար Եվրոպան փող է տալիս։ Չեմ ուզում այդ փողը։ Իշխանությունը 2021 թվականի ընտրություններում լրիվ ուրիշ արտաքին քաղաքական ծրագրով է ընտրվել։ Այնինչ կատարվում է, խոսք չի եղել այդ մասին։ Շատ ուսանելի է իդեպ վրացիների փորձը։ Նրանք հասկացան ինչ է իրենցից պահանջում Եվրամիությունը եւ հետ քաշվեցին։ Վրաստանում հենց իշխանությունն է ասում, ես չեմ ուզում Ռուսաստանի հետ պատերազմ, մի խառնեք մեզ մոտ իշխանությունը վտանգները անտեսում է, ժողովուրդն է զգուշացնում։ Քանի Վրաստանից խոսեցինք, ասեմ, կրթությունը սարքեցին ձրի, ողջ կրթական գործընթացը մանկապարտեզից մինչև համալսարան, թոշակները ավելի բարձր են, սոցիալական ապահովությունը շատ ավելի բարձր է, ճանապարհների որակը ավելի լավն է։ Դա են տվել որպես նախընտրական խոստում իշխանությունները ու այդպես էլ անում են, այդպես են մտածում երկրի մասին, ոչ թե եվրոպացիքի ուզածով։ Վրաստանի իշխանության համար իրենց քայլերի շահառուն ժողովուրդն է, դրա համար էլ ժողովրդի խնդիրն է լուծում, ոչ թե արևմուտքի։ Ռուսաստանից ազդեցությունը ժողովրդն ասում է ինձ ոչինչ չի անում վատ, բայց կարող են այդ ազդեցությունից պոկվելը կամ դրա փորձերը շատ վատ բաների տանել։ Չեմ գովում ռուսներին, բայց Ռուսաստանի պես երկրի նայեք, թափին նայեք ու պատկերացրեք գալիքը։ Եվրոպան ձեր ցավը տանեմ, ոչ ուզում որ մեզ լավ լինի, ուզում է Ռուսաստանին վատ լինի, բայց մեզանով։ Տեսակ Ուկրաինան ինչ արեցին։ Կեսին դարձել են փախստական, այսօր էլ ասում են եվրոպական մի քանի երկիր թույլ չեն տալու փախստական, եվրոպական մի քանի երկիր թույլ են տալու փախստականներ չընդունել։ Էդ էլ Եվրամիությունը։ Կարճ ասած, գումարները, որ Եմեն տալիս է բարեփոխումների համար, կլինի ոստիկանություն, կլինի դատական համակարգ, կլինի ժողովրդավարություն, կառավարման ինստիտուտների զարգացում եւ այլի անվան տակ, իրենք հո գիտեն, չէ՞ որ նպատակին չեն ծառայում։ Ընդհանրապես տալիս են ՔՊ իշխանության պահպանման համար։ Չեմ կարծում, թե եվրոպացի հարկատուի փողերը տալիս են քամուն ու թքած ունեն ինչպես է տնօրինվում։ Ոչ։ Բայց քանի որ այս իշխանությունը իրենց քաղաքական խաղալիքն է Ռուսաստանի դեմ, դրա համար առայժմ աչք են փակում մյուս բաների վրա։